ծնողներին սպանելու դեպքերը շատացել են Հայաստանում։ Ցավոք շատացել են, այո։ Եվ հիմա մի այնպիսի իրավիճակ է, որ կոնկրետ մայրասպան այս տղան շահարկվում է նաև մյուս եղբոր անունը, չնայած հեշքում են համագյուղացիները, բայց ամեն դեպքում, եթե արկա է մայրասպանություն, սա արդեն վերջն է։ Եթե արկա է ոչ թե սպանություն, սա արդեն վերջն է։ Ես չեմ պատկերացնում ու չէի կարող երբևէ պատկերացնել, սակայն արիուտես ինքս անձամբ շատ լավ պատկերացնում եմ դա խորությամբ ու հատիկ գիտեմ, թե քանի դեպք է եղել հայրասպանության, մայրասպանության Հայաստանում, եւ հիմա որ այս տղեն պատճառաբանում է, թե մայրը իրեն ոնց որ վառարանի շշով խփել է ծխելու համար, ինքն էլ չղայնացել է, հետո մայրը գնացել է, պարկել է, հետո ինքը նոր որոշել է, որ գնա կրտնակով մորը ծեծի մի 5-6 անգամ տվել է, հետո այնքան է ծեծել, մինչև սպանել է կրտնակով։ Հիմա եթե մայրը շշով խփել է, նախ պիտի երևա մոր շշով խփածի տեղը, գործակալություն պիտի նշանակվի, հա, այդ մեկ, կարող է ստում է։ Ասма ծխախոտի հետ էր կապված, ծխելու համար էր կապված, ես էդ էլ չեմ հավատում, որովհետև գուցե ուրիշ հարցակ է, գուցե գումարի, գուցե մեկ այլ բանի, ես դրան չեմ հավատում, ուղղակի գուցե եւ հորինված ինչ-որ մոտիվ է հենց այդ տղայի կողմից, ում ասում են հոգեկան հիվանդ։ Սա մեկ, հաջորդը, եթե վստահվել է իրեն տարել է ինչ-որ անասուններ արածացնելու, հովիվ ա եղել եւ այլն։ Եթե հոգեկան հիվանդ է, այդ ամբողջ գյուղ այդ անասուններին տալիս էին, որ ինքը տաներ արածացներ, հա ինչ իմանային, անասունները տուն կգային, թե չէին, կա ինչ կրնեին, կկորեին, եսի միջ գիլանոց կրնեին, եսի միջ կրնեին։ Հարց, ուղղակի զուտ սովորական։ Ոնց է վստահել գյուղը, եթե ինքը հոգեկան հիվանդ է։ Կամ եթե հոգեկան հիվանդ է գրանցված է արդյոք համապատասխան հոգեբուժական կենտրոնում։ Հարց։ Հաջորդ հարցը Այնքան ունակ ա եղել, որ ինքը սպանել է մարտ ամսին, տարել թաքցրել է, չի պաշարել ու բանանի շատ փորի, որ երև ինչ-որ մարդիկ չտեսնեն վրա չկան, ուշադրություն չգրավի, սա էլ է չէ խելքի բան, որ ինքը մակերեսային է, հուղարկավորել, անդադ հողով ծածկել է, որ չերևա։ Հետագային որ տեսել են այդ կինը չկա, եղբայրն է թե ով է եկել, հոր եղբոր տղան, որ ինչ-որ Ռուսաստանից է եկել, հասկացել են, որ այս կինը չկա, ու ինքը բացարձակ խղճի խայտ չի զգացել, որ մորը այնտեղ տարել թաղել է, հողն էլ վրան ալ ասում, ու տուն է գալիս է, նստում է այդ մորը շրջապատած իր էժի, տան, սենյակի մթնոլորտում, կշարունակում ապրել ու հեչ պետք էլ չի։ Հետո իբր ինքը զղջացել է, լացել է, բանը արել, Էդ էլ խրատ տված բաներ կա, էլի որ զղջել է, զղջալի հիմա շատ խրատ տված պահ է, որ ինքը զղջում է, լացել է, չոքել է, այս կապիկություն է սա ընդամենը։ Եթե ձեռքը գնացել է մորը այդքան բան է արել, այդ պահին ինքը իրան չի կարողացել տիրապետել, որ դիմացին իր մայրն է։ Զղջալը արդեն 0 նշանակություն ունի, 0։ Այնուհետև վերջերս լրատվամիջոցներից մեկի հետ համացանցում տեսա ինքը շատ գրագ է, շատ խելացի Երևի մենք չկարողանանք այդպես ձևակերպումներով ասել, որ կալանավորման միջնորդություն է ներկայացվել իրան, դատարանը ասում է, իր բառերից եմ ասում, դատարանը մեժել է խափանման միջոց կալանավորումը ու իրան ազատ արձակել։ Ինքը այս բառերով ասում է, սա հոգեկան հիվանդի պահվածք է, ոչ։ Կարող է ինչ-որ հոգեկան խախտվածություն ունենա, այսօր բոլոր մարդիկ այնքան նյարդային սուր խախտումներ կա մարդու մոտ, երևի ասեն հոգեկան հիվանդ է, տենց որ մարդիկ կարա սուր նյարդային ստրեսի մեջ ընկնեն։ Բայց հոգեկան հիվանդը ունի տարբեր ախտանիշներ, տարբեր աստիճանի հոգեկան հիվանդներ։ Հոգեկան հիվանդ կասում են հոգեկանի, բայց ինքը գիտակցում է իր մեղքը, ինքը անմեղսունակ չի, ինքը հասկանում է ինչ արել։ Սրանք տարբեր աստիճանի հոգեկան հիվանդությունների առանձնահատկություններ ունեն։ Հիմա ինքը արդյոք այն հոգեկան հիվանդն էր, ով անմեղսունակ է եւ չի գիտակցում, որ ինքը իր ամորը սպանում է։ Սա արդյոք այդ իրավիճակն էր։ Հարց սրանից։ Ոնց ա եղել որ դատարան իրան բացեց, ոչ չգիտեմ ինչ փաստաթղթեր ներկայացել, ով է ներկայացել, ունի արդյոք փաստաբան թե չունի, չգիտեմ, այս բոլոր մանրամասները մինչև չիմանանք, չենք հասկանա իրականում ինքը ով է։ Բայց որ ծնողներին սպանելու այս հանցավոր արարքը շատացել է, դա փաստ է, եւ ես պիտի օգտվելով այս առիթից, այս հանցավոր դեպքից, ցավոք սրտի օգտվելով, լավ բանով չեմ ասում, նշեմ, որ օրինակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ուղղակի պաշտում է ծնողասպան հանցագործներին, ես ասում եմ չակերտներով պաշտում է։ Արմեն Չիչոյանը Շիրակի մարզի դատախազն է, Աննա Վարդապետյանի նշանակած դատախազն է, ինքը եւս պաշտում է ծնողասպան զավակներին։ Ես ունեմ փաստ,
տվյալ, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում հենց հիմա արդեն 11 տարի է, 15 թվականից սպանել են իրենց հորը, ԿՄ-ն եւ ԱՄ-ն շահադիտական թշնամիներով զուգորդված այս հոր սպանությանը ներքաշելով նաև իրենց երեխաներին, սպանել են անկողնային հիվանդ, անօգնական վիճակում գտնվող ծեր հորը եւ 11 տարի է Շիրակի մարզային քննչական վարչությունում կոծկում են այս դեպքը, ակնհայտ գործը քննած պրծած մնացում է մեղադրանք առաջադրեն ուղարկեն դատարան, չեն ուղարկում, որովհետեւ 11 տարի է իմ կարծիքով նրանք կաշառքներ են ուղարկում իրավապահ մարմնին, ենթադրյալ կաշառքներ, որպեսզի գործը կոծկվի մինչև վաղեմության ժամկետները սպառվեն։ Այ այսպիսին է մեր իրավապահ համակարգը։ Հիմա ասում եմ կոչ անել Աննա Վարդապետյանին։ Աննա Վարդապետյան, դու ծնող ունես։ Դու տեսնում ես քո արարքների հետևանքով ինչ է տիրում, հա, մեր երկրում։ Ինչպես են աճել ծնողասպանները։ Եվ հիմա ներկապահին այդ գործը, այո, Շիրակի մարզային քննչական վարչությունը 56-60 տարեկան քույր եւ եղբայրներ իրենց երեխաներին ներքաշելով սպանել են իրենց հորը։ Ու հիմա այդ գործը քննության է առնվում։ Որևէ մի տեղաշարժ գործով չկա, գործը հեղեղված է, թե ովքեր են սպանել, ոնց են սպանել, ծեծել են հորը, մարմնական վնասվածքներ կան, ծեծի հատկանիշներով, այնուհետև թունավորման եղանակով սպանել են այս մարդուն։ Հիմա նստել են իրար երես են նայում, կաշառքա, չէ՞։ Բա Նիկոլ Փաշինյան ասում ես, մեր առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարելն է։ Հեսա քո կոռուպցիայի դեմ պայքարելը։ Կոռուպցիան ոտից գլուխ քո գլխավոր դատախազն է։ Եկեք ես ձեզ փաստեր ցույց տամ, կախեմ բոլորի այն ովքեր կհեշքեն այս ամեն ինչը, կախեմ իրաց ականջներից։ Բա դու ղեկավար ես, հա։ Բա դու դատաիրավական համակարգ ունես, Նիկոլ Փաշինյան։ Այս վերջերս ինչ որտեղ ես իրան եմ ասում, որովհետև ինքն է վարչապետը, իր համաձայնությամբ ազգային ժողովը իր ԿՊ-ի մեծամասնությամբ է նշանակվել այս անհասկանալի կերպար գլխավոր դատախազին, ես չեմ հասկանում, կա անհասկանալի կերպար է։ Ու լծվել է իր քաղաքական գործերով, բայց այսօր շարունակվում են մայրասպանություններն ու հայրասպանությունները։ Բա պիտի շարունակվեն։ Ես ասում եմ, Աննա Վարդապետյանը պաշտում ասա լսի պես գործ է։ Ինքն ու Արմեն Չիչյանը բերկրանք են ապրում այս գործով, բայց պատասխան են տալու։ Տեսեք Մուրացյանի դեպքն էլ արդեն ցույց տվեց, թե ինչպես կարող են մարդիկ օրը ցերեկով տենց կրակոցներ մոտ 30 կրակոց, ինչն էլ հիմնված, ինչն էլ պատճառ է հանդիսացել ինչ-որ բիզնես խաղերի հետ կապված, իրար միջև անհամաձայնության եւ այլն 20-ամյա երիտասարդ է մահացել, 15-ամյա անչափահաս է, հա, վնասվածքներ ստացել։ Սա ինչի մասին է խոսում, հա, սա խոսում է իշխանության բնութագրիչն է եւ մեր ժողովրդի վիճակագրական տվյալն է, ցածր մակարդակի վիճակագրական տվյալն է, իշխանության դաստիարակությունն է առժողովուրդ։ Եվ դրա համար սա շատ բնութագրիչ է եւ նրանց եւ մեր ժողովրդի վիճակագրական տվյալներին խիստ համապատասխանում է։ Հիմա եթե մարդիկ խոսում են ճշմարտությունից, մեր ժողովրդի մի ստվար զանգված ատում է ճշմարտություն ասողներին։ Ինչի համար է ատում, որովհետև հեռացել է ճշմարտությունից։ Մեր ժողովուրդը այն աստիճանի է փոխվել, ես չեմ կարող ասել, քանի աստիճանի տակ է փոխվել այս ազգը, որ իսկապես սկսել է ատել ճշմարտություն ասողներին։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ ես կուզենայի Նիկոլի խոսքերից այս վերջին դրվագների հետ կապված վերջերս ելույթներ ունենում, դատաիրավական համակարգից էր խոսում, ես եթե կարելի է մի փոքր էլիտար դատավորների մասին խոսքը, ովքեր ունեն կապեր եւ ունեն։ Այո, հիմա մեր ժողովուրդը դարձել են փոքրիկ վայրենիներ, ես այդպես եմ պատկերացնում, նայում եմ մարդկանց իրար են սպանում, sense բաներ են անում, ես գիտեմ ինչ որ ֆիլմի կամ մուլտֆիլմի միջի փոքրիկ վայրենիներին իրար են սպանում։ Ինքը ասում է վերջին 1 տարվա իրադարձությունները շարունակաբար ցույց են տնում, որ ինչպես ՀՀ-ում չի եղել, այնպես էլ հիմա չկա։ Դատական համակարգ, ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ, որն անընդհատ ալեկոծություններ առաջացնում մեր հանրության շրջանում, բայց հիմա քորոք ինչի չկա, 8 տարի դու ես, բա ասում ես 7 տարի մնացել ենք նույն դասարանում, որ նույն դասարանում էիր մնացել, ինչի եկար նորից էլի 8-րդ տարին, էլի առաջին դասարանում է շարունակելու, հա, քո կառավարումը, դու էիր ասում մնացել եք նույն դասարանում, ու հետո ինչ է ասում, շատ հատկանշական է, եւ եթե դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը, այո չունի։ Դա ոչ մեկ չի կարող հեշտել։ Նշանակում է չունի նաև բավարար լեգիտիմություն։ Այսինքն ինքը վարչապետը խոստովանում է, որ մեր դատական համակարգը չունի բավարար լեգիտիմություն։
Ինչն արդեն սպառնալիք է մեր երկրի բնականում, կյանքի կայունության, ազգային անվտանգությանը, հետո ասում է ցավոք չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվելու ստվերային ու ապօրինի ազդեցությունների։ Ասում եք կոռուպցիոն համակարգի կողմից իր ղեկավարության օրոք ինքը չի երաշխավորում, որ զերծ կմնա դատական մեկը քո ազդեցությունից պիտի զերծ չմնա, օրինակ, որտեղ չկա մի դատավոր, որ քո ասածը չանի, համ ասում է, ասեն ձևակերպումներով, հա, շատ քունագեղ, համ հետո դնում ամեմատում ես իր վարքագծի հետ, իր նախորդիվ ասած խոսքերին, ոչ մեկ իրար չի բռնում։ Եվ հետո ընթացքում էլ ասում է, քանի որ դատական համակարգում գործում են նախկինների մարդկային եւ քաղաքական հարաբերությունները։ Այդ դու ես նախկինների մարդկային եւ քաղաքական հարաբերություններից առաջ եկած վարչապետ։ Հիմա ինչ ես ուզում ասեցի, թե չես երաշխավորում, ուրեմն շատ վատ է ամեն բան։ Շատ վատ է, բայց որ քո երաշխավորությունը կա, որ դու ասենք մարդկանց կարող ես ծնկի բերել, օրինակ Գագիկ Ծառուկյանի պահը, չոքացնել քետնին, երբ որևէ բան չկա, դիմադրություն չկա, կամ այդ անձի կենթանիներին ես հա տանում լսում, ես ինչ անում, կենթանիներից ես մուրը հանում։ Հիմա Գագիկ Ծառուկյանն ինձ հետաքրքիր չի որպես բան քաղաքացի, պատգամավոր, ինչ որ եղել է նախկինում, մեծահարուստ մարդ, որպես մարդ, երբևէ չի հետաքրքրել։ Ես իհարկե վատ իմաստով չեմ ասում, աջակիցը չեմ եղել, ԲՀԿ-ից չեմ եղել, կառավարապաշտ չունեմ, բայց հիմա եթե քրեական գործ կա, հա, վարույթ կա նախաձեռնված տարբեր հոդվածներով, դուք որ եկաք այդ գազաններին հանեցիք տարակ, դրանք հանցագործության գործիքներն էին, հա, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյանը ինչ որ արել է, կհիմնավորեք, չեք հիմնավորի, իրա կենթանիներին տանելը, նսեմացնելը նշանակում, անձնական թիրախավորում նշանակում, քաղաքական հաշվեհարդար նշանակում։ Դու հանցագործության գործիք է, որ եկաք այդ մարդու տունը ասեց տակու վրա արեցիք, առակ գնացիք, բա գնացիք մարդասպանության գործիքները կտեք Նիկոլ Փաշինյան։ Իմ տղայի մարդասպանության գործիքները 12 տարիա չկա ու 12 տարիա գործը դատարանում է։ Ես Նիկոլին հիմա կոչ եմ անում։ Նիկոլ, քո դատարանը չի կարում քննի իմ երեխու սպանության գործը 12 տարի։ Ախպեր ասա չեք կարա քննեք, արեք ձեր գործը գնացեք։ Տվեք իմ երեխու քրեական գործի նյութերը, ձեր դատավորները թող ստորագրեն, որ մենք ի վիճակի չենք, չունենք այդքան, տգետ ենք, չենք կարող քննել այս գործը, կոռումպացված եք, թարգեք գնա։ Ինչպես Աննա Բաշտապետյանը դրտում է որ Սահին ինքնատատաստանի վենդետայի, հələ տեսենք հետագայում ինչ կրնի, որտեղ մեր նկատմամբ կատարված է իրողությունը, աշխարհում չկա նման դեպք, որ մարդու սպանեն 12 տարի դատարանում գործ քննության առնվի։ Չկա ուղղակի նման դեպք չկա։ Դրա համար ասում եմ տվեք երեխուս գործը, ես գնամ դուք չեք կարա քննեք, այ ողորմելիներ էս գործը, այ կաշառվածներ դուք չեք կարա քննեք։ Ու հələ մինչև հիմա ինձ սպասության կոչեր են անում։ Դատարանները անկախ է ասում է դատարանը։ Դատարանի անկախությունը պիտի լինի այդ անկախության ու դատավորի ցինիզմի տարանջատումը։ Եթե դու տեսնում ես որ դատավորը ցինիզմ է դրսևորում, դատավորը խանգարում է քեզ վկային հարցաքննելուց, հայն չէին մեջ հանգնում, որ վկային կարողանա հավաքի իր բուրը, աջակցի վկային ու ասի՝ «Не бойся, я здесь»։ Կներեք ես ձևակերպմանս համար։ Մենք սաղ ստեղ քեզ ու թևութիկունք ենք ասա գնա, թող դուժող ինչքան ուզում ա քեզ հարցա, մենք ենք որոշողը։ Դու տեսնում ես այդ ամեն ինչը, ո՞նց կարաս հարգես այդ դատավորին։ Վերջերս Արտյոմի գործով դատավորը բազար բառ օգտագործվեց թե ինչ իմ կողմից որտեղ բազարային իրավիճակ է բացում դատարան, նախ թույլ դատավորա պրոֆեսիոնալ չի, Հայկ Սաֆարյան, ես իրեն էլ եմ ասել դատական նիստի ժամանակ, չի պատկերացնում հարցաքննությունն ինչ բան է, չի պատկերացնում տուժող իր հարցերը ուր է տանում ու հայն չէին մեջ հանգնում, թևերը փռում է վկայի վրա, խափանվում է, ասկին ինքը անձամբ արտահայտությանը միջամտում է։ Ստեղծվում է մի այնպիսի վիճակ, որ տուժողը մնում է մոլորված։ Եթե վկայի մոտ հանցագործության համար հարցաքննող վկայա կասկածյալ է եղել ինքը գործով, դու տուժողի հարցերի հետ կապված ստից տուժողի նկատողություն ես անում, ուզում ես տուժողի նսեմացնել հարցաքննող վկայի մոտ, մենք դա հասկանում ենք։ Նույնին էլ ինքն է արժանանում, ուստիված ասում են բազար է սպասում, ասում այդ բառը մի օգտագործեք։ Բազար բառը օգտագործելը իր համար կարծում եմ կաշառք է հիշեցնում, որտեղ բազարը շոշափելի ինչ որ եզր ունի գումարի հետ։ Ինքը հենց լսում այդ բառը խառնվում է։ Երևի մտովի կաշառք է պատկերացնում։ Մի խայտարակ
վիճակը, այս գործը ելք չունի։ Վաղեմության ժամկետները սպառում են մի կողմից, մյուս կողմից վկաներին խանգարում է, որ խմբակային սպանությունը չբացահայտվի։ Հիմա Նիկոլ, դու ասում ես, ես չեմ կարա երաշխավորեմ, բայց ում գործը որ ուզում ես, երաշխավորում ես։ Քո քաղաքական բոլոր գործերը երաշխավորված են։ Դու ում ինչ խոստացար, որ պիտի սարքես բոմժ, պիտի սարքես չգիտեմ ինչ, սաղին անում ես։ Բայց քաղաքական առումներով հələ մի հատ գլուխդ վեր բարձրացրու, հələ մի հատ ասա դու ով ես այս երկրի համար։ Դու իմ համար ով ես, Նիկոլ, դու վարչապետ ես, հա։ Ես քեզ չեմ ընտրել, բացահայտ ասում եմ, բայց քանի որ դու եկել նստել ես այս խեկին, դու պարտավոր ես իմ հարցը լուծելու, իմ մյուսների հարցերը պարտավոր ես լուծելու։ Եթե այսօր 15 զինվորի վառեցին, տարան լցրեցին հողը, Քարքիկ Ծառուկյանի այրուց իրան ճիշտ պետք է ներկայացնի, որ չտանեն նարկոստա սատկասեն այդ այրուցին տանեն։ Հարցրել եք, հետաքրքրվել եք, այդ այրուցը կարա նարկոսին դիմանա, ինչքան կարա դիմանա, ինչ կարա լինի։ Հարցը այրուցը չի։ Բնապահպանները կենտանասերն այս հարցով կզբաղվեն, հարցը այրուցը չի։ Հարցը այն է, որ մարդու գազաններին կպնելով, մարդու տաշանել, որ քարով խփես, դա իր ինքնասիրության վրա։ Այո, կարող է ինչ-որ կերպ ազդել։ Հիմա դու հավաքել ես այդ գազաններին, ներողություն ես բարիս համար, Քարքիկ Ծառուկյանն ուզում ես նակազատանես։ Հիմա տեսեք ինչ մակարդակի է իջել։ Ինչ էժան ցածր մակարդակի է իջել այս իշխանության վարկանիշը։ Հետո ինչ որ եկել են ԱԺ։ Իբր ընդդիմություն ունենք, հա, այսքան ժամանակ դուք լսել եք, ընդդիմությունից որևիցե մեկը իմ հարցին անդրադառնա, այսքան մեծ հասարակական հնչեղություն ունեցել, 12 տարի այս մասին խոսվում է։ 12 տարի։ Եթե պահվում է 12 տարի երիտասարդ տղայի սպանություն, վաղներ բանակում կսպանեն, մյուս օրներ փողոցում կսպանեն, այն մյուս օրներ իրար միսկ ուտեն, ամեն ինչ էլ կարա լինի։ Ես էլի եմ ասում, միշտ ասել եմ, այս երկիրը ղեկավար չունի։